Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք խոզի մսով և կարտոֆիլով ջրեպուկ։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է խոզի փափկամիս, սունկ ագարիկոն, բանջարեղեն, ձու, կաթ, պարմեզան, պանիր, արթֆուտ, համի արվեստ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսքանն էին հիմնական բաղադրիչները։ Սկսելու ենք կարտոֆիլից, նախ տեղադրենք տախտակը։ Վերցրել եմ մեկ մեծ քաղցր կարտոֆիլ։ Կտրում ենք ծայրերը։ Կլպում ենք այն։ Լավ, լվանալուց հետո կտրատում ենք ձողիկների։ Լցնում ենք սիրելի ամոնի մեջ, այլ այստեղ, ցողում ենք բուսայուղով, ցողում ենք նաև ջեռոցի տապակը, մի քանի կաթիլ բուսայուղով, համեմում ենք կարտոֆիլը, մառանիկ ընկերության ծովյաղով, 4 պղպեղով, չորացրած ցիտրոնով, և լավ տակն ու վրա ենք անում, որ համեմունքը և բուսայուղը հավասար տարածվի։ Այստեղ բուսայուղը հավասար տարածում ենք։ Լցնում ենք քաղցր կարտոֆիլը, հավասար տարածում ենք և ուղարկում ջեռոց։ Ջեռոցը միացնում ենք գրիլ եղանակով 200 աստիճան, թողնում ենք կարտոֆիլը մի փոքր կարմրի, անցնենք առաջ։ 2 գլուխ սոխ ենք կտրատում մանր։ Ընթացքում կարելի է տապակը դնել կրակին։ Մի քանի կաթիլ բուսայուղ ենք տաքացնում և առաջին սոխը, որը կտրատում է, լցնում ենք տապակի մեջ տապակվելու։ Թող տաքանա տապակը, միևնույն է տաքանալու է,
Միևնույն է, սոխը սկսելու է տապակվել։ Երկրորդ սոխը մանրացնելու ենք, այսինքն մանր կտրատելու ենք եւ պայստավորելու ենք։ Այն ավելի ուշ ենք օգտագործելու։ Պապակը արդեն տաքացավ, անմիջապես համեմում ենք Մարանիկ ընկերության շաքարավազով, աղով և սոդայով։ Մյուս բաղադրիչը գազարն է, մեկ միջին չափի գազար։ Գազարը քերում ենք գազարագույն հարթության վրա։ Մանր անցքերով։ Կծվություն հաղորդենք տապակվող բաղադրիչներին Artfood ընկերության հալապենո պղպեղով։ Քվերցնեմ, այսպես պայմանական ասած, 1-2 ճաշի գթալ։ Կտրատում ենք մանր և տապակում։ Սա դատարկում ենք թասի մեջ, այն պետք է մի փոքր սառչի, որ ավելացնենք աղացած մսին։ Սա փաստորեն համեմունքն է նախատեսված մսի համար։ Մի քանի կաթիլ բուսայուղ ենք լցնում և տապակում ենք պահեստավորած սոխը։ Սա էլ անմիջապես համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, սոդայով և շաքարավազով։ Մինչ մսի համար նախատեսված համեմունքը սառչում է, տապակվող սոխին կավելացնենք 200 գրամ սունկ ագարիկոն, մանր կտրատած։
Տեսնենք ինչ վիճակում է կարտոֆիլը։ Այն պետք է թեթևակի կարմրած լինի։ Հանում ենք։ Թող մնա մի փոքր։ Այստեղ։ Ջեռոցը չենք անջատում։ Թող տապակվի սունկը, որոշակի ժամանակ է պետք դրա համար։ Իսկ մենք անցնենք մսին։ Վերցրել եմ 600 գրամ խոզի փափկամից, կտրատում ենք հարմար կտորների և աղում ենք։ Խոզի փափկամսի հետ կաղամ նաև 2 պճեղ սխտոր։ Անմիջապես դանակը փոխում ենք, կփոխենք նաև տախտակը։ Սունկը դեռ տապակվելու տեղ ունի, պետք է մի փոքր կարմրի։ Համեմում ենք միսը Մառանիկ ընկերության խառը կանաչիով, այսպես առատ։ Ավելացնում ենք նրա համար նախապատրաստած համեմունքը, որը արդեն սառել է։ Նախ գթալով անենք, հետո ձեռքով կհումցեմ։ 1 ձու ենք ջարդում։ Ավելացնում ենք Մառանիկ ընկերության հաճարի ալյուր։ 2 ճաշի գթալ։ Զանգվածը մի փոքր ջրիկ է։ Այն պնդացնելու համար, որպեսզի ձևը պահի զանգվածը, կավելացնեմ Մառանիկ ընկերության պաքսիմատ։ Սառը ջուր ենք վերցնում։ Այժմ թրջում ենք ձեռքը և ձեռքով հումցում ենք։ Ստանում ենք այն ձևը պահող զանգվածը։ Դու մոտարի, կարող է և պետք է։ Դու արի այստեղ, դու ազատ ես, թրջում ենք ձեռքերը, զանգվածից գնդեր ենք ձևավորում և շարում
կարտոֆիլի վրա։ Փրկենք սունկը։ Լցնում ենք սունկը հարիչի ամանի մեջ։ Մեն այստեղ վրան ավելացնում ենք կաթ 250 մլի, տասնհինգ գրամ պարմեզան պանիր քերած, ծխահարված կարմիր պղպեղ, 1 ճաշի գտալ, ինչ է ուզում ավելացնել, մշկնկույս, իհարկե մշկնկույս, մոտ կես թեյ գտալ մշկնկույս ենք քերում վրան, և խարում ենք։ Դու ասես, դու նույնպես, սոսը լցնում ենք գնդերի վրա։ Հավասար լցնում ենք սոսը։ Եվ ուղարկելու ենք ջեռոց, բայց մինչ ջեռոց ուղարկելը կառաջարկեմ քունջուտ վրան շաղ տալ։ Քունջուտ ենք շաղ տալիս և ուղարկում ենք ջեռոց, այդպես։ Մառանիկ ընկերության քունջուտ։ Փոխում ենք, կմիացնեմ կոնվեկցիա, 190 աստիճան և կեփենք ջեռեփուկը 27 րոպե, որից հետո կմատուցենք, մատուցելիս կարելի է զարդարել թարմ կանաչու տերևով։ Խոզի մսով և կարտոֆիլով ջեռեփուկ։ Քաղցր կարտոֆիլ կլպել, ծողիկների կտրել, բուսայուղ ցողել, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, չորացրած ցիտրոնով, լցնել յուղած տապակի մեջ, 200 աստիճան ջերմությամբ ջեռոցում գրիլ եղանակով խորովել, երբ կարմրեն, հանել ջեռոցից։ Բուսայուղով և 1 գլուխ սոխով սոխեռած անել, հենց սկզբից համեմել շաքարավազով, աղով և սոդայով։ Սոխեռածին քերած գազար, մանր կտրատած պահածոյացված հալապենո պղպեղ ավելացնել, տապակել, լցնել թասի մեջ, սառեցնել։ Խոզի փափկամիս և սխտոր միասին աղալ, համեմել չորացրած խառը կանաչիով, լցնել արդեն սառած սոխեռածը, վրան ձու ջարդել, հաճարի ալյուր, պաքսիմատ ավելացնել, թաց ձեռքով հունցել։ Պետք է ձևը պահող զանգված ստանալ, զանգվածից գնդեր ձևավորել, շարել կարտոֆիլի ձողիկների վրա։ Սոուսի համար 1 գլուխ սոխ տապակել, համեմել շաքարավազով, աղով և սոդայով։ Սոխեռածին մանր կտրատած ագարիկոն սունկ ավելացնել, տապակել, զանգվածը լցնել հարիչի բաժակի մեջ, կաթ, քերած պարմեզան պանիր, ծխահարած կարմիր պղպեղ, քերած մշկնկույզ ավելացնել, հարել։ Սոուսը լցնել մսագնդերի վրա, քունջուտ շաղ տալ,
190 աստիճան տաք ջեռոցում կոնվեկցիոն եղանակով եփել 27 րոպե։ Մատուցելիս զարդարել կանաչիով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ծաղկակաղամբ, սունկ ագարիկոն, ձիթայուղ, մեղր, բալզամիկ կաթսաղ, սոյա սոուս, արթֆուդ համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։